մի քանի օր առաջ ինձ on-line տիրույթում գործող վարորդները դիմել էին, ներկայացրեցին խնդիրը, որը որ ես ընդունում եմ շատ անարդար, որտեղ որ գտնում եմ, որ նաև պետությունը չկա, իր գործառույթով պետությունը ընդհանրապես չկա։ Եվ ինչու՞մն է կայանում տրամաբանությունը։ Այսօր on-line տիրույթներում գործում են, աշխատում են շուրջ 130,000 վարորդներ, որոնցից 40,000-ը ընդունեն կարող են լինել նույնիսկ մեր ոստիկանները ստեղ կանգնած, ովքեր աշխատանքի ժամից հետո իրիկունը տուն գնալուց մի հատ գործ են անում, որպեսզի իրենց օրվա հացը վաստակեն։ Մնացած ժողովրդի մեջից 40,000-ը նվազագույնը ամեն օր այս մարդիկ աշխատում են եւ իրենց ամսական վաստակածը 200,000 դրամից ավել է։ Դրա դիմաց այս մեր վարորդները, մեր շատ հարգելի է դա վարորդները, որոնք բոլորը կանգնած են այստեղ, ինչ են վճարում։ Տեսեք ինչա տեղի ունենում։ Նվազագույնը իրանք վճարում են 25-ից 31% տարբեր գումարներ։ Հիմա ես բացեմ ինչ գումարներ են իրանք վճարում։ Օրինակը վերցնենք Yandex-ին է 16.5% նվազագույնը Yandex-ի մատուցած ծառայության արժեքն է, բայց իրականության մեջ այդ գումարը շատ ավելի շատ է, որովհետև այնտեղ ինքը մի քանի օպցիաներ է ավելացնում, որպեսզի պատվեր վարորդներին այդ գումարը մեծանում է։ Դրանից հետո հաջորդ միջնորդը որ կա 2-ից 4% տաքսո պարկերն են, ովքեր գրանցում են այս աշխատողներին, աշխատում են իրանց հետ։ Դրանից հետո 4 կամ 5% պետությունը մարդկանց վրա տուրք է դրել, հասկանում եք, այսինքն վճար է դրել, որ մարդիկ վճարեն։ Եթե դու աշխատում ես կանխիկ 5%, անկանխիկը 4%։ Ստեղ մի հատ խնդիր կա, վարորդի մեղավորությունը ո՞րն է, որ օրինակի համար հաճախորդը կամ կանխիկ է վճարում կամ անկանխիկ է վճարում։ Ինքը չի, չէ՞ վճարում է կատարողով, այդ բեռը այդ մարդու վրա է թողում դու լրացուցիչ։ Այսինքն ինչպես է կոչվում այդ գումարը 4-ից 5% որ վճարում են։ Չէ, դա պետտուրք է կոչվում, դա պետտուրք է կոչվում։ Տեսեք, հիմա վարորդների պահանջը ինչու՞մն է կայանում ամբողջությամբ։ Առաջինը այն, որ իրանց տոտալ իրավունքները ոտնահարվում է եւ մեր երկրում չկա մի կառույց, կլինի մարդու իրավունքների պաշտպանը, կլինի կառավարությունը, կլինի ՏԿ-ը, որ կզբաղվի այս մոտ 100,000 աշխատող մարդկանց իրավունքներով։ Չկա նմանատիպ կառույց։ Երկրորդը որ կա, վարորդների պահանջը որ կա, ասում է ես վճարում եմ պետտուրք, համարվում եմ աշխատող պետության ներսում, 200,000 դրամից ավել էլ ես վաստակում եմ, բայց ես չեմ համարվում աշխատող։ Վաղը թոշակ չեմ ստանա։ Ես այսօր գնում եմ բանկ վարկ ստանալու, ասում է դու չես աշխատում, դու գործազուրկ ես օրինակի համար։ Բայց փաստացի այս մարդը գրանցված է, տուրք էլ վճարում է։ Այսինքն այսի պետության կողմից ռեկետ է, եթե ռեկետ չի պետություն, բա դու այս վարորդներին ինչ ես հետ տալիս։ Սրա դիմաց դու իրանց ինչ ես հետ տալիս։ Այսինքն հիմա եթե հաջորդ կետել է դա, այսինքն պահանջը հետևյալն է, առաջինը որպեսզի պետությունը on-line տիրույթում գործող այդ ընկերությունների շահույթը ուսումնասիրի, որտեղ ակնհայտ դիտարկվում է, որ մենաշնորհ դիրք ունեն մի քանի ընկերություն եւ դրանից հետո օգտվելով իրանք գեր շահույթներ են գեներացնում ի հաշիվ մեր վարորդների, ասում եմ սոված ծարավ խեղճուկրակ միանշանակ, այսինքն քնում են քնած վախտել հաշիվներից սա գողնում տանում, քնածս վախտելն է գողնում փողերները ու չկա մի կառույց, ով որ կպաշտպանի վարորդների իրավունքը, հասկանում եք, առաջի պահանջը, որպեսզի այդ on-line տիրույթում գործող տաքսի ծառայությունները, որ մատուցում են, իրենց տոկոսադրույքը իջեցնեն, երկրորդ կետը, որ կա, կարևորագույն կետը, վարորդները համարվեն իրենք գրանցված աշխատող, այն վարորդները, ովքեր օրական 10 ժամ ավտոմեքենա են վարում, այն վարորդները, ովքեր 200,000 դրամից ավել վաստակում են, այսինքն ստացվում է մենք 16 ժամ ես շարունակեմ, այսինքն այդ մարդիկ համարվեն աշխատող եւ երրորդը, այդքան որ հայտարարվում էր կառավարությունում, որ այն աշխատողը, որը 200,000 դրամից ավել աշխատավարձ է ստանում, պետք է համարվի առողջության համապարփակ ապահովության հիմնադրամի շահառու, ճիշտ է թե չէ, այսինքն անվճար այս մարդիկ բուժօգնություն ստանան, այս մարդիկ նաև զրկված են դրանից, այսինքն իրենք իրանց վաստակածից 25-ից մինչև 31% գումար են դուրս տալիս, այսինքն վճարում են, տաքսի ծառայություն կլինի, հարկային կլինի, մյուսը կլինի, դրա դիմաց մեր երկրում իրանք չկան, պետության համար այս մարդիկ չկան, ու մենք համարում ենք, որ անարդար է այսօր կազմակերպել ենք ստորագրահավաք, որի արդյունքում մարդիկ ստորագրեն, ստորագրահավաքը տևելու է 2 օր, այսինքն այսօր 2 ժամ է լինելու, մնացածը մարզերից շատ վարորդներ դիմել են, որ մենք կուղարկենք, այս բոլոր պահանջները կներկայացնենք կառավարությանը, որից հետո վարորդները իրենք արդեն ըստ կառավարության պատասխանի, եթե ընդառաջ չգնան վարորդները որոշել են, որ խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնելու, այսինքն իրաց
Ինչ։ Քանի մարդ ինչքան վարորդ որ գա, այսինքն դրա համար կապ չունի, մեկը կլինի, 10-ը կլինի, թե 1000-ը կլինի։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։